Տեսեք, ինչ եմ ես ձեռք բերել։ Միայն 5 սանտիմետր երկարությամբ մինի կտրոններով ես ստացել եմ կիվի, հաղարճ եւ թզենի ռեկորդային կարճ ժամանակում շատ ավելի արագ, քան սովորաբար։ Եվ այս ամենը կիրառելով մի համակարգ, որը անկեղծ ասում եմ, բերանը բաց կթողնի ձեզ բրազիլական մինի կտրոնի մեթոդը։ Սա շատ պարզ մեթոդ է, շատ արդյունավետ, եւ ձեզնից յուրաքանչյուրը կարող է դա անել տանը, առանց բարդությունների եւ առանց գումար ծախսելու։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես է այն աշխատում քայլ առ քայլ, որովհետեւ դա իսկապես արժե փորձել։ Բրազիլական մեթոդը հիմնված է շատ երիտասարդ, շատ փոքր կտրոններ օգտագործելու վրա եւ դրանք իդեալական խոնավության մեջ պահելու վրա, որպեսզի արագ արմատավորվեն։ Եվ ամենալավն է նա, որ մենք կարող ենք դա անել տնային նյութերով։ Եվ լավ, նախքան գործի անցնելը, եկեք տեսնենք, թե ինչ նյութեր են մեզ պետք։ Դրանք շատ չեն, շատ պարզ բաներ են, որ յուրաքանչյուրը կարող է գտնել։ Առաջինը 8 լիտրանոց մեծ շիշ, որը կլինի մեր բազմացման տարան։ Նաև պետք են ուժեղ մկրատ կամ դանակ, ինչ որ ունեք ձեռքի տակ։ Մեզ պետք է ավազ։ Կարող է լինել գետի, ֆիլտրացված կամ նույնիսկ շինարարական ավազ, բայց շատ կարևոր է, այն պետք է շատ մաքուր լինի։ Եթե մաքուր չէ, մի քանի անգամ լվանում ենք, մինչև ջուրը լրիվ պարզ դուրս գա։ Մի փոքր բամբակ, որը կօգտագործենք ջրահեռացման անցքը փակելու համար, որպեսզի ավազը դուրս չգա։ Նաև կունենանք ալոյե վերա եւ դարչին փոշի, երկու դասական միջոց, որոնք շատ կօգնեն, որ փոքր կտրոնները չփչանան եւ լավ արմատավորվեն։ 10 ծավալի ջրածնի պերօքսիդ, որը կարելի է գտնել ցանկացած դեղատանը 3% խտությամբ։ 1 լիտր ջուր պարզապես որոգումը պատրաստելու համար։ Եվ վերջապես, մեր գլխավոր դերակատարները 3 փոքր կտրոն սև հաղարջից, 3 փոքր կտրոն կիվիից եւ 3 փոքր կտրոն թզենուց, բոլորը 3-ից 5 սանտիմետր երկարությամբ։ Այս ամենով արդեն ունենք անհրաժեշտ ամեն ինչ մեր բազմացնող սարքը պատրաստելու եւ բրազիլական մեթոդով սկսելու համար։ Հիմա պատրաստելու ենք շիշը, առաջի հերթին պետք է պարկեցնենք 8 լիտրանոց շիշը։ Այնուհետև շատ զգուշորեն շշի երկայնքով կտրում ենք գրեթե կեսից, բայց թողնելով մի կողմը չկտրված։ Այդ կողմը, որ չենք կտրում, մեզ կծառայի որպես ծածկոց պտտվող քափարիչի նման, կարծես փոքր ջերմոցի քափարիչ լինի։ Հիմա վերցնում ենք դանակը եւ շշի ամենացածր հատվածից մոտ 2 սանտիմետր վերև հաշվում։ Հենց այդ կետում փոքրիկ անցք ենք անում։ Այդ անցքը կլինի այն կետը, որը կսահմանի մեր բազմացնողի մեջ ջրի առավելագույն մակարդակը։ Եթե ջուրը բարձրանա այդ կետից վերև, պարզապես դուրս կգա այդ փոքր անցքից։ Հետո ներսից այդ անցքի մեջ մի փոքր բամբակ ենք դնում, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա դանդաղ դուրս գալ, բայց ավազը դուրս չգա բազմացնողից։ Հիմա արդեն կարող ենք ավելացնել ավազը։ Ուղղակիորեն լցնում ենք մոտ 7 սանտիմետր ավազ, մոտավորապես։ Սա բաշխվում է այսպես, առաջի 2 սանտիմետրը կլինի ջրի պահեստը, այն հատվածը, որտեղ կկուտակվի ջրի մեծ մասը։ Մնացած 5 սանտիմետրը կլինի վերին մասը, որտեղ մենք կտեղադրենք մեր փոքրիկ կտրոնը։ Այդ հատվածը սկզբում ավելի չոր կլինի, բայց հետո կապիլյարության շնորհիվ ինքն իրեն կխոնավանա։ Եթե հնարավոր է, շշի վերին մասում թողնում ենք 1 սանտիմետր ազատ, որպեսզի երբ սկսենք ջրել, ջուրը չթափվի դուրս եւ չկեղտոտի մեզ։ Այս ձևավորումը թույլ է տալիս, որ համակարգը աշխատի կապիլյարության միջոցով։ Այսինքն ներքևի հատվածում մնացած ջուրը դանդաղորեն կբարձրանա վերև, ապահովելով խոնավությունն ու թթվածնով հագեցվածությունը, որպեսզի փոքրիկ կտրոնները արմատներ տա առանց փտելու։ Լավ, հիմա պատրաստելու ենք փոքրիկ կտրոնները։ Յուրաքանչյուր կտրոն կտրում ենք 3-ից 5 սանտիմետր երկարությամբ, հնարավորության դեպքում 1 բողբոջով։ Կտրելու ենք 3 հատ հաղարջի, 3 հատ կիվի եւ 3 հատ թզենու կտրոն։ Եվ դրանք պատրաստ լինեն, շատ կարևոր է լավ մշակել դրանք, որպեսզի խմորասնկային խնդիրներ չառաջանան, քանի որ մեր փոքր ջերմոցում հարաբերական խոնավությունը շատ բարձր է լինելու, եւ եթե նախազգուշական քայլեր չձեռնարկենք, դա կարող է նպաստել հիվանդացիների առաջացմանը։ Այդ պատճառով տնկելուց առաջ նրանց բնական կանխարգելիչ միջոց ենք տալու։ Սկզբում կտրված հատվածը թրջում ենք ալոյե վերայով, ինչպես ներքևի, այնպես էլ վերևի մասում։ Ալոեն հրաշալի է, որովհետև պաշտպանում է կտրոնի հյուսվածքը, խթանում է արմատառությունը եւ պարունակում է բնական հորմոններ, որոնք շատ օգնում են, որ կտրոնը լավ աճի։ Դրանից հետո կտրված հատվածներին ցանում ենք աղացած դարչին։
Դարչինը բնական հակասնկային միջոց է, որը կանխում է սնկերը եւ փտացությունը։ Ահա թե ինչու այդ փոքրիկ վերքերը դարչինով ծածկելը այդքան կարևոր է։ Եվ այս ամենից հետո մեր փոքրիկ կտրոնները արդեն պատրաստ են տնկման։ Դրանք տեղադրելու համար հարկավոր չէ անցքեր կամ ճեղքեր անել։ Պարզապես վերցնում ենք յուրաքանչյուր փոքրիկ կտրոնը եւ ուղղակիորեն ներքև ենք մտցնում ավազի մեջ մոտ 2-3 սանտիմետր խորությամբ։ Շատ պարզ է։ Բողբոջը միշտ պետք է լինի վերև։ Դասավորում ենք դրանք, որպեսզի իմանանք որն է որը։ Հիմա պատրաստում ենք ջրն։ 1 լիտր ջրի մեջ ավելացնում ենք 1 թեյի գթար 10 ծավալային ջրածնի պերօքսիդ, այսինքն 3%-անոց։ Եթե ունեք ավելի ուժեղ ջրածնի պերօքսիդ, օրինակ 20 ծավալային, ապա կես թեյի գթալ։ 40 ծավալայինի դեպքում մի քանի կաթիլ։ Այս խառնուրդը օգնում է խուսափել սնկերից եւ թթվածին է տալիս հողախառնին։ Հիմա շատ դանդաղ ջրում ենք, թողնելով, որ ավազը աստիճանաբար ներծծի ջուրը։ Երբ տեսնենք, որ ջուրը սկսում է դուրս գա ջրահեռացման անցքից, կանգ ենք առնում։ Դա նշանակում է, որ ջրամբարը լցված է եւ ավազը խոնավանալու է կապիլյարությամբ։ Եվ հիմա գալիս է շատ կարևոր մի բան՝ այն վայրը, որտեղ դնելու ենք։ Այս բազմապատկիչը պետք է լինի մի տեղ, որտեղ կա անուղղակի լույս։ Դա նշանակում է ոչ մի ուղիղ արևի ճառագայթ, որովհետև չափազանց շատ ջերմությունը կարող է վնասել կտրոնները։ Հիմա պատրաստելու ենք բնական կանխարգելիչ միջոց, որպեսզի ամեն ինչ մաքուր եւ առանց սնկեր մնա։ 1 լիտր ջրի մեջ ավելացնում ենք մի պտղունց դարչին, լավ խառնում ենք, ֆիլտրում բարակ կտորով եւ լցնում ցողիչի մեջ։ Այս խառնուրդը հակասնկային է, շատ անվտանգ եւ շատ խորհուրդ է տրվում ալիքում։ Իդեալական տարբերակով այն պետք է կիրառենք յուրաքանչյուր 3-ից 4 օրը մեկ, այսպես շատ դժվար կլինի սնկերի հետ խնդիր ունենալը։ Դե ինչ, արդեն 6 շաբաթ անցել է ու նայեք սա։ Նայեք ինչ գեղեցիկ արմատներ են տվել այս փոքրիկ սերմնաբույսերը հաղարջը, կիվին ու թզենին։ Իրոք զարմանալի է, թե ինչպես այս բրազիլական մեթոդը արձագանքում նույնիսկ այսքան փոքր ընդամենը 5 սանտիմետրանոց կտորներով ու տեսեք արդյունքը։ Ամեն անգամ ինձ ավելի է զարմացնում, թե որքան լավ է աշխատում։ Եվ ուզում եմ օգտվել առիթից ու մի կարևոր բան ասել ձեզ։ Եթե կարող եք անել նվազող լուսնի ժամանակ, էլ ավելի լավ։ Այդ փուլում հյութը իջնում է դեպի արմատների հատվածը, եւ սերմնաբույսերը սովորաբար շատ ավելի հեշտ են արմատավորվում։ Արտադիր չէ, բայց շատ է օգնում։ Հիշեք նաև, որ յուրաքանչյուր բույս ունի իր աճի տեմպը։ Որոշները մի քիչ ավելի ուշ են արմատավորվում, մյուսները ավելի շուտ։ Կարևորն է նա, որ շարունակաբար չբացեք պրոպագատորը, թողեք աշխատի, դրա համար էլ տենց պատրաստեցինք։ Կապիլյարությունը պահպանում է իդեալական խոնավությունը առանց մեր միջամտության։ Դե ինչ, եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, շատ շնորհակալ կլինեմ, եթե լայքեք, կիսվեք այն մեկի հետ, ում կարող է օգտակար լինել, եւ ամենակարևորը մեկնաբանություն թողնեք, պատմեք արդյոք պատրաստվում եք փորձել այս համակարգը եւ որ բույսերով կցանկանայիք, որ փորձենք հաջորդ տեսանյութերում։ Մեծ գրկախառնություն բոլորիդ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։